Նա ասաց մի մտահոգվեք Ռուսաստանի համար։ Ռուսաստանը գործիք է Աստծո ձեռքում, որպեսզի վրեժ լուծի կաթոլիկ եկեղեցուց այն ամբողջ արյան համար, որը նա թափել է։ Ռուսաստանը չի ուղարկվել ձեզ, Ռուսաստանը չի ուղարկվել ինձ։ Ռուսաստանը ոչ մի կապ չունի հարսի հետ։ Ռուսաստանը կապ ունի մեծ պոռնիկի հետ։ Հեում։ Նայեք, թե ում դեմ է պատերազմում Հեուն։ Հեզաբելի և Աքաբի և Աքաբի տան դեմ, ահա թե ում դեմ է պատերազմում Հեուն։ Այնպես որ երբ դուք տեսնում եք սա այն ժամանակ Աստծո շնորհով, դուք հասկանում եք։ Մի փոքր ժամանակ տրամադրեք, կարդացեք խոսքը ու ուսումնասիրեք այն մի փոքր, ծանոթացեք նրան։ Որովհետև դուք ինքներդ պետք է իմանաք այս ժամին, թե ինչ է կատարվում ձեր շուրջը, միացեք ճիշտ վարդակին, որտեղ դուք կզգաք Սուրբ Հոգու հոսանքը, ձեր բանականությունը կաշխուժանա, և դուք կմտածեք Աստծո մտքերով։ Թող Աստված այսուհետ ևս պահի ձեզ իր ներկայության մեջ և հսկի ձեզ վրա, և մի վախեցեք, մի անհանգստացեք։ Հանձնեք ձեր կյանքը Աստծո ձեռքերը և նայեք ձեր սրտի մեջ, որ ձեզ պետք է ամեն օր ավելի ու ավելի մոտենալ նրան, որպեսզի ոչինչ չզբաղեցնի նրա տեղը ձեր կյանքում։ Նա ձեր գլուխն է, նա ձեր կյանքի առանցքն է։ Դուք պետք է իմանաք և վստահ լինեք նրանում, որ տվել եք նրան ձեր կյանքում իր օրինական տեղը։ Նա գիտի, որ նա պետք է հոգ տանի մեր մասին, նա գիտի, որ մենք չենք կարող հոգ տանել մեր մասին ինքներս և մենք կախված ենք նրանից։ Եվ մեր խնդիրն է իմանալ, որ մենք, նա ասաց ձեր հոգսերը նրա վրա գցեք։ Մենք գցում ենք մեր հոգսերը, մենք մեզ չենք ծանրաբեռնում անհանգստությամբ մեկ այս, մեկ այն բանի մասին, ասեք Տեր, ես հանձնում եմ սա քո ձեռքերը։ Դու ամեն ինչ կդասավորես, մենք գիտենք, որ դու շահագրգռված ես, դու ունես քո ժամանակը և ժամկետը։ Եթե ինձ համբերություն է պետք, ապա թող համբերությունը ունենա իմ մեջ կատարյալ ներգործություն, որպեսզի ես լինեմ կատարյալ ամբողջությամբ, առանց որևէ պակասության, Տիրոջ ուսացողները կնորոգվեն ուժով։